Դատական համակարգը ամբողջությամբ տենց իշխանությունների գրպանում է, մենք բոլորի մասին ենք հաղորդում տալիս, ՔՊ-ի պաստառները կոմունալ ծառայության կողմից փակցնելը, հանրայինի եթերում ասում է, որ իրեն պարտադրել են գնալ ընդդիմության ցույցին։ Երևանի ընտրություններից հետո ՔՊ-ն էր մեզ դատի տվել։ Պարոն Իոնիսյան, անդրադառնանք հանրության շրջանում քննադատություններին, որոնք ուղղված են ձեզ, հավանաբար դուք էլ տեսնում եք, հետևում եք համացանցում ինչ քննադատություններ են, մասնավորապես այդ քննադատությունները մեծացան, երբ դուք հաղորդում ներկայացրեցիք Արագածոտնի թեմի հոգևորականների վերաբերյալ եւ որից հետո նրանք բանտարկվեցին։ Ինչպես համատեղվեցին ՀԿ-ի եւ ՔՊ-ի հետաքրքրությունները։ Ոյ, գիտեք, մենք հանցագործության մասին հաղորդում տալուց մեզ ընդհանրապես չի հետաքրքրում, թե որ քաղաքական ուժին է դա վերաբերում եւ որ քաղաքական ուժին է դա բանը։ Մենք միշտ երբ որ տեսնում ենք, որ կան հրապարակային, այդ թվում հրապարակված, հա, ինչ որ փաստեր կամ նյութեր, որոնք ընտրական հանցագործության մասին են խոսում կամ ընտրություն կամ ժողովրդավարության ուղիղ կապված, հա, օրինակ հավաքների հետ կապված։ Ինչ որ հանցագործության մասին են խոսում, մենք դրա հետ կապված միշտ հաղորդում տալիս ենք։ Լինի դա վաղ շաբաթում ՔՊ-ի պաստառները կոմունալ ծառայության կողմից փակցնելը, թե լինի դա հոգևորականներին Քոչարյանի ցույցին պարտադրանքով տանելը, թե լինի դա, չգիտեմ, Տիգրան Ավինյանի կողմից պոլիտեխնիկում վարչական ռեսուրսը ուրեմն օգտագործելը, թե լինի դա Չարչյանի կողմից հիվանդանոցի աշխատողներին հանձնարարական տալը, մեր համար տարբերություն չկա։ Մենք բոլորի մասին ենք հաղորդում տալիս եւ այն դեպքերում, որտեղ կարծում ենք, որ պետք է լինի քրեական հետապնդում եւ բավարարված չենք լինում, պայքարում ենք նաեւ դատարանում, որ քրեական հետապնդումը լինի, երբ որ այն չի լինում։ Էսա մեր մոտեցումը։ Եվ բնականաբար մեզանց լինում են շատ դժգոհողներ բոլոր կողմերում։ Բայց ՔՊ-ն մեզ դատի էր տվել։ Երևանի ընտրություններից հետո ՔՊ-ն էր մեզ դատի տվել եւ դատարանով պահանջում էր փոխհատուցում, պահանջում էր հերքում եւ հիմա այդ դատը հասել է Մարդու եվրոպական դատարան։ Դա մարդիկ մոռանում են։ Իսկ այն որ մենք բնականաբար Տեր Արամը հանրայինի եթերում ասում է, որ իրեն պարտադրել են գնալ ուրեմն ընդդիմության ցույցին։ Դա հանցագործություն է։ Ինչ ենք մենք անում տենց դեպքերում միշտ հաղորդում ենք տալիս։ Ուրեմն այդ հաղորդման մեջ ոչ նշված է թե ում վերաբերյալ, ոչ մանրամասն մենք դրա հետ կապված չունենք։ Մենք ասում ենք հմեկով, եթե ասվել է, որ ինչ որ հանցագործությունը տեղի ունեցել ժողովրդավարական process-ի հետ կապված, հանցագործության մասին դատախազությունը զբաղվի։ Գրությունը ուղարկում են։ Էսա մեխանիզմը, որը մեր մոտ կա, որը բնականաբար ամեն դեպքում ոնց որ կոպիտ ասած է դատվողներին դուր չի գալիս։ Այդ դատվողները լինեն այս ճամբարից, այն ճամբարից դուր չի գալիս, ամեն մեկը ինչ որ մի ձև պիտակավորում է, մի ձև բան անում, էլի։ Նորմալ ենք վերաբերվում, սովոր ենք։ Նույն կերպ նաև եկեղեցին էր հայցադիմում էր ուղարկել դատարան, որ կարգալույս եղած քահանաները խորան են բարձրանում, որ չեն վերադարձնում եկեղեցու բանալիները եւ մայրաթուռի սեփականությամբ իրենց տրված բնակարանները եւս չեն վերադարձնում, բայց կարծես թե դատարանը ընդհակառակը դեռ բավարարում է կարգալույս քահանաների հայցադիմումը այն մասով, որ եկեղեցուն պարտավորեցնել կարգալույս եղած քահանաների հոգևոր ծառայության պաշտոնները վերականգնել եւ ապացույցներ ներկայացնի, թե ինչու նրանց կարգալույս հռչակեց եկեղեցին։ Այս մասով ինչ կարող եք ասել։ Ինձ թվում է ձեր ասածը շատ կարճ արձագանքի տեղ ունի։ Այո, Հայաստանում դատական համակարգի անկախությունը ռուսերեն ասած оставляет желать лучшего։ Հայաստանում մենք լրջագույն խնդիրներ ունենք դատական համակարգի անկախության հետ եւ իմ ասածները, իմ բերած օրինակները, օրինակ Աճապաղյանի հետ կապված, ձեր բերած օրինակները եւս մեկ անգամ վկայում են, որ այո մենք դատական համակարգի անկախության հետ կապված լուրջ խնդիրներ ունենք։ Նենց չէ որ դատական համակարգը ամբողջությամբ տենց իշխանությունների գրպանում է, չէ, այդ վիճակը չի, այդ վիճակին հետ այդ աստիճան հետ չեն գնացել, բայց այն որ լրջագույն խնդիրներ կան, իհարկե լրջագույն խնդիրներ կան, դա շատ վատ է եւ դրա դեմ պետք է պայքարել եւ նորից ես ինչքան մտածում եմ դրա դեմ ոնց պայքարել, այ հանրության լայն շերտերին բացատրել, թե ինչի է հանրությանը պետք անկախ դատարաններ։ Ինչի է հանրությանը պետք որ դատարանները ոչ թե ունենանք լավ իշխանություն եւ այդ լավ իշխանությունը դատարաններին լավ բաներ թելադրի, այլ հենց ունենալ անկախ դատարաններ։ Այս շատ կարևոր է որ հանրության մեջ այդ
լավ դատարանների, անկախ դատարանների հանրային պահանջ գեներացվի։ Որտեվ քանի հանրային պահանջ չլինի, ես չեմ պատկերացնում, որ մենք հասնենք դրան, որ ունենանք լավ դատական համակարգ։ Նիկոլ Փաշինյանը տարբեր մեղադրանքներ է հնչեցնում կաթողիկոսի վերաբերյալ, տարբեր հարցերում մեղադրում է նրանց եւ առանց ապացույցներ ներկայացնելու եւ վերջերս էլ հավանաբար դուք եք տեսել, երբ քաղաքացու հետ վիճաբանության ժամանակ նա նշում է, որ դուք եք ինձ ընտրել վարչապետ, ես կորոշեմ նա կաթողիկոսը վեհապար է, Գարեգին երկրորդը թե շարքային քաղաքացի։ Սա իրավաչափ է արդյոք, սահմանադրական կարգի խախտում չէ սա, երբ պետությունը ուղիղ միջամտում է եկեղեցու ներքին գործերին։ Գիտեք, երկու բան, նախ ձեր վկայակոչը չեմ տեսել, իրանք չափազատ շատ է իրանք մարզային այցելությունների մեդիա ծածկույթը եւ այդ եթերների տևողությունը այնքան չի, որ տենց բոլորը նայես ամեն ինչ տեսած լինես։ Բայց հետեւյալը պիտի ասեմ, այսինքն գործընկերներս նայում են, տեսնում են, ես ֆիզիկապես ամեն ինչ իհարկե մի մարդ չի կարող նայ։ Բայց ես պետք է հետեւյալը ասեմ, նախ սահմանադրությամբ եկեղեցու եւ պետության անջատ լինելը ավելի շատ այդ հոդվածի պատմությունը կամ սահմանադրական կարգավորման պատմությունը դուրում ոչ թե Հայաստանում, այլ առհասարակ։ Ավելի շատ ոչ թե նրա մասին է, ոչ թե պետությունը եկեղեցու գործերին չպետք է մտնի, այլ եկեղեցին պետության գործերին չպետք է մտնի։ Այդ հոդվածի ոնց որ իմաստը հիմնականում դա է։ Բայց միաժամանակ ես չեմ ասի, որ եկեղեցու հետ տեղի ունեցող կամ բարձրաստիճան եկեղեցականների հետ տեղի ունեցող բոլոր process-ները սահմանադրական են, դրանք հակասահմանադրական, դրանք սահմանության խախտումներ տեսնում ենք եւ այդ խախտումները ուրիշ հոդվածների խախտումներ, հիմնական երկրորդ գլխի խախտումներ, հա, սկսած անձնական տվյալների հրապարակումից, որը բացարձակապես անընդունելի է, վերջացրած մի շարք այլ կարգավորումներ, որոնք այո խախտվում են, որը շատ վատ է, բայց այդ պետության եւ եկեղեցու անջատ լինելու կարգավորումը ամեն դեպքում ուրիշ բանի մասին է իմ ընկալման ասելով ես մի քիչ գրականություն եմ պետությունը իր օրենքներով է եկեղեցու գործերին խառնվում այսինքն որ օրենքներն ինչ որ կարգավորումներ են ունենում որոնցով որ պետությունը եկեղեցու գործերին խառնում է հոդվածը ես սահմանադրագետ չեմ, էլի, եկեք ես դրա վերաբերել օրինակ նախկին սահմանադրական դատարանի նախագահը Գայիկ Հարությունյանը շատ լավ աշխատություն ունի, նրա մասին, որ սահմանադրության այդ դրույթը մեծ հաշվով ավելի շատ վերաբերվում է եկեղեցու կողմից պետության գործերին չխառնվելուն։ Ինձ թվում է միգուցե եթե իրեն հարցնեք ինքը բավականին մանրամասն խոսի դրա մասին կամ եթե չէ իր աշխատությունը կարող եք նայել երևի ճիշտ չի ես իրավաբան չլինելով տենց սկսեմ խորանալ այդ կարգավորումները։ Շատ լավ, պարոն Իոնիսյան, կրկին վերադառնանք համապետական ընտրություններին եւ եզրափակենք մեր հարցազրույցը։ Բոլոր հարցումներով Հայաստանի Հանրապետությունում ոչ մի ուժ 50% ձայն չունի, չի հաղթահարելու շեմը։ Ինչ կանխատեսում ունեք, ինչպես կավարտվեն ընտրությունները, հաշվի առնելով թիմ նախադեպերը, երբ ընդդիմադիր քաղաքապետերը բանտարկվում կամ հեռացվում են ընտրված պաշտոններից։ Դե վերջին անդիմադիր համայնքապետը, որ բանդարկվել է, դա Գյումրի համայնքապետներ, որը ուղղակի կոռուպցիայի վրա է բռնվել, այնտեղ ոնց ասեմ, այնքան ակնհայտ է, ես ընդորում լավավոր այդ գործով միանգամից բոլոր միգուցե ոչ բոլոր, բայց շատ ապացույցներ հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակեց, որ հարցեր չմնան, բայց հետևյալը ասեմ, ես ուզում եմ մենք բոլորս շատ լավ պատկերացնենք, թե որ տոկոսը ինչ է նշանակում։ Կա 3 տարբեր տոկոս։ Վերցնենք X կուսակցությունը, չգիտեմ, մի կուսակցության անտանք, որ հիմա չի մասնակցում մրցապայքարին։ Քարենի կուսակցությունը։ Ենթադրենք մասնակցում է եւ ենթադրենք ինքը ունի սոցհարցումով, ասենք ընտրողների 20%-ի աջակցությունը։ Դա չի նշանակում որ ընտրությունների ժամանակ 20% կստանա, որտեղ այդ սոցհարցման մասնակիցների մոտավորապես կեսը ընտրություններին չի մասնակցելու։ Մարդկանց մոտավորապես կեսն է, կեսը 60%-ն ընտրություններին մասնակցում, փաստացի Հայաստանում գտնվողների էլ, չեմ ասում ընտրողների ցուցակի, որտեղ ընտրողների ցուցակում շատ մարդ կա որ Հայաստանում չի եւ սոցհարցման տվյալների մեջ չի մտնում։ Հիմա որ հանում ես այն կեսին, որը չի մասնակցում ընտրություններին, այս մնացածի շրջանում այս 20%-ը արդեն դառավ 40%։ Հիմա այս 40%-ը
Եթե նայում ես, որ ընտրություններին մասնակցած ընտրողների ձայների մի մասը պայմանական ասած փոշիանալու է, այսինքն քվեարկվել են ուժերի, որոնք որ անցողիկ շեմը չեն հաղթահարելու, չգիտեմ դա կլինի շատ թե քիչ, բայց ինչ որ քանակ լինելու է, չէ՞, ակնհայտորեն։ Եվ այդ ձայները փոշիանալու են, իմիջիայլոց բոլորի համար ասեմ, այս մասով մի քիչ հանրությունում բան պատկերացումներ կան, քվեարկել մի ուժի, որ անցողիկ շեմը չի հաղթահարում, դա լրիվ նույնն է, ինչ որ չմասնակցել ընտրություններին։ Այդ որ ասում են, որ այս ուժին չմասնակցեցիր, ուրեմն դու քվեարկում ես սրան քո ձենը, չէ, քո ձենը ոչ մեկին չի գնում։ Լրիվ նույնն է, եթե դու քվեարկել ես մի ուժի եւ այդ ուժը արդյունքում անցողիկ շեմը չի հաղթահարել, դա ընտրությունների արդյունքների ազգային ժողովի ձևավորման վրա ազդեցության տեսանկյունից լրիվ նույնն է, լրիվ հավասար է նրան, ինչ որ մարդ չգնա ընտրություններին։ Այդ զուտ ուղղակի իգիտություն թվաբանական բան։ Այդ մարդկանց էլ որ հանում ես, այսինքն են մարդկանց ում քվեն այդ մեխանիզմով փոշիանում է։ Կարող է այդ 40%-ը դառնում է, ասենք, չգիտեմ, 45% կամ 52%։ Եվ ստացվում է, որ պայմանական հայրենիք կուսակցությունը, որը սոցհարցմամբ ուներ 20%, ստանում է ազգային ժողովում մանդատների, ասենք, չգիտեմ, 53%, օրինակի համար եմ ասում, էլի։ Այս դրա համար այս տոկոսների մեջ միշտ բան էլ տենց թվաբանության գիտելիքները շատ օգտակար են լինում, որ պատկերացնելու համար, որ 3 տարբեր տոկոս կա, էլի, սոցհարցման արդյունքներ, որոնք ընդհանուր բնակչությունից են։ Ընտրությունների ժամանակ հավաքած քվեների տոկոս, որը ընտրությունների մասնակցած թվից է, որը արդեն ավելի փոքր թիվական ընդհանուր բնակչությունը։ Եվ տոկոս անցողիկ շեմը հաղթահարած ուժերի ընդհանուր քվեների ընդհանուր թվից է, որը էլ ավելի փոքր թիվ է, այսինքն նույն քանակը, բայց այս նույն քանակի մարդկանց մասին ենք խոսում, պայմանական հայրենիք կուսակցության, պայմանական, չգիտեմ, 400,000 կողմնակիցների մասին, հա։ Դա կարող լինի սոցհարցման սահմաններում 20%, ընտրությունների ժամանակ արդեն 40%, մանդատների բաշխման ժամանակ, ասենք, չգիտեմ, 50%։ Եվ վերջում անդրադառնանք Սամվել Կարապետյանի եւ Նիկոլ Փաշինյանի այս մրցակցությանը, հա, ակնհայտ երևում է, որ Նիկոլ Փաշինյանի հիմնական մրցակիցը Սամվել Կարապետյանն է, որը 9 ամսից ավել է գտնվում է կալանքի տակ եւ մեկ նախադասության համար։ Արդյոք նրանք հավասար պայմաններում են մրցակցում։ Նախ քրեական վարույթը մեկ նախադասության համար չի, այնտեղ նաև եթե ճիշտ եմ հիշում, փլավի գործ փողերի լվացման հետո դա ավելացվեց։ Հա, նո ձեր ասած ժամկետը 9 ամիս նկատում եմ նաև դա, բայց ես հետևել ասեմ, ինձ թվում է սխալ է Սամվել Կարապետյանի անազատության այդ աստիճան բարձր մակարդակն է, այսինքն կարելի է ընտրել օրինակ անազատություն երկրից բացակայելու արգելքը։ Երկրից բացակայելու արգելքը օրինք հանգիստ, բայց ամեն դեպքում Սամվել Կարապետյանը տեխնացու չի կարող լինել եւ հետեւապես նաեւ մի քիչ քննարկման ենթակա թե ինչքանով է ինքը մրցակից։ Հա, որտեվ մրցակից ավելի շատ Նարեկ Կարապետյանն է, ինչքան հասկանում եմ, պայմանական հերոստաբանավեճին, հերոստաբանավեճին Նիկոլ Փաշինյանի հետ ով է բանավիճելու։ Ենթադրենք մի կողմ դնենք Սամվել Կարապետյանի նկատմամբ ենթադրենք քրեական հետապնդումը վաղը ամբողջությամբ կարճվում է, արդարացում է կամ չգիտեմ ինչ, հերոստաբանավեճին Սամվել Կարապետյանը չի մասնակցելու, չէ։ Հիմնական այդ առումով օպոնենտ թվում է Նարեկ Կարապետյանն է, որտեղ եթե ճիշտ եմ հասկանում, Նարեկ Կարապետյանն է գլխավորել իրենց ցուցակը։ Գտնում եք, որ հավասար է մրցակցությունը։ Չէ, ես ի սկզբանե ձեր հարցին պատասխանեցի, որ մրցակցությունը հավասար չի ֆինանսական ռեսուրսների, վարչական ռեսուրսների եւ Ռուսաստանի միջամտության կոնտեքստում ես 3 հանգամանքները մրցակցության վրա բացասաբար անդրադառնում են, այո։